Նայում ես տեսարանին ու ուզում եմ ազգանումս փոխեմ դարձնեմ Սմիթ։ Դու տենց կրկոտ համեմատություններ անելու համար մեծ ես, մի արա։ Այս տունն էլ լրիվ դարձել ես Մումբայ։ Ինչի կիրքդ հակասում է հնդկական մշակույթին։ Նա, մի արա։ Հիմա էլ կասես, որ ես համեմատության մեջ մեծ եմ։ Շատ։ Լավ, մի քիչ։ Ես քեզ ինչի եմ սենց ինքնամոռաց սիրում։ Ու այդ սերը տարիների հետ չի նահանջում, չի պակասում։ Ավելանում։ Ծանուցում Հունան Մակունցին, Գրիգոր Մակունցը դեռ տուն չի եկել, ամեն վարկյան կարող է ներս մտնել։ Շատ կտրուկ անցում էր։ Ինչ ուզք։ Ոչ մի կերպ չեմ կարողանում Գրիշոյի հետ լեզու գտնեմ։ Ինչի։ Հենորա մարզը դպրոցի բանալիներ տվեցի, ասեցի սրանից հետո դու կզբաղվես ես քոննա։ Մի նեղվեց, մի նեղացավ, բայց չեմ ուզում դասատու լինեմ, ուզում եմ սպորտով զբաղվեմ։ Այս դեռ երկար է շարունակվելու, պետք է համակերպվենք ու ելք գտնենք։ Որ իմացավ Լեոյի համար կարիերա ես անում, այլ երբեք հետ լեզու չես գտնում։ Դա այդ Վովայի հետ կռվից հետո պարզ կլինի իր համար կանեմ, թե Վովայի։ Կարևոր չի ում համար։ Դու Գրիշոյի երազակը վերցնում նվիրում ես ուրիշին։ Զբաղանից պարզվում է, այդ Լեոյի համար կարիերա ես, սարկում պապ։ Դրա համար էր այդ դպրոցի բանալիները տվել ինձ, որ սուսպուս գործս անեմ, քեզ էլ չխանգարեմ։ Նախ մի հատ հələ տոնդ փոխի ու իմացի ոնց ես խոսում հետս։ Այսքանից հետո էլ ոնց փոխեմ։ Մի կերպ։ Ես ուղղակի չեմ հասկանում դու ոնց կարայիր իմ հետ սենց վարվեիր, պապ։ Ոնց կարայիր օտարին հանեիր միջազգային ռինգեր։ Գրիշով, վերջ։ Մամ սպասի, հերիք այնց դրեսնես։ Վերևանցի։ Կհանգստանաս վաղը կխոսանք։ Չէ, պապ։ Ես ինչ ունեմ ասելու, հիմա եմ ասելու ուստեղ։ Ուշադիր ինձ լսի։ Այդ դու ով ես, որ ինձ քննադատ ես։ Ես շատ լավ գիտեմ ում համար ինչ եմ անում։ Ես քեզ ասել եմ, էլի եմ ասում։ Շատ կուզեի, որ այդ օրը քո փոխարեն ես լինեի։ Նույնիսկ մեռած լինեի։ Ոքի չտեսնեի, թե այս ամենի միջով դու ոնց ես անցնում։ Ադե պապ ջան, բա ոնց ես հիվանդ տղա եմ, այդ Լեոյինը դի գլխիդ ու մանտու։ Հունան։ Թող։ Դիմացդ հերդ է կանգնած։ Հավաքի քեզ ու իմացի ոնց ես խոսում հետս։ Ուրեմն դու էլ հիշի, որ դիմացդ տաղետ է կանգնած, ով ուզում է պարապի, պապ։ Ու ես կռվելու եմ, ինչ ուզում է թող լինի։ Լակոտ։ Ախարա։
Գրիշա, ինչ ա եղել։ Давид? Да. Анатолий. Да. Очень рад. Здравствуйте. Здравствуйте. Это мой старший внук, Давид Саркисян-младший. Рад знакомству. Взаимно. У меня есть вся информация, которую я смог найти по поводу Марка Рафаэловича Саркисяна. Давайте пройдем в мой кабинет, посмотрим вместе. Ну зачем? Зачем вы поторопились? Не предупредили, потратили столько денег и приехали. Ради бога, деньги к черту. Сейчас это не так важно. Вы нам информацию скажите? Поторопились вы. Поторопились. Папа, ինչ ան թաթասում շտապել ենք։ Мне очень плохо уже. Ради бога, скажите все, что знаете. Дело в том, что я вам позвонил, хотел вас обрадовать. Я знаю, долгие годы вы ищете своего внука. И где мой внук? Вы должны были все-таки подождать, пока я выясню, человек с этими данными ваш внук или нет. И вы выяснили, да? Выяснил. К сожалению, это не ваш внук. Мне очень жаль, что вы приехали и испытали разочарование. Դու կյանքիցը ձեռես քաշել։ Ինչ գործ ունես այդտեղ։ Դու գոնե գիտես ինչ լուրջ խնդիրներ կունենաս, եթե մերոնցից որևէ մեկը քեզ տեղ տեսնի։ Իսկ ձերոնք մտածել են իրանց հետ ինչ կլինի քրոջոց պատվի հետ խաղալու համար։ Կամոց Լեո, մերոնցից մեկը կլսի։ Լսի, ես չեմ եկել գողեգող քեզ ասելիքս ասեմ ու գնամ։ Լեո, խնդրում եմ, հանգստացի, որ կարողանանք խոսել։ Ես շատ շնորհակալ եմ քեզ, որ դու պատրաստ ես ինձ լսել, բայց կներես ես քո մոտ չեմ եկել։ Լեո, շատ եմ խնդրում, գնա ստեղից։ Մերոնք եթե քեզ տեղ տեսնեն ու տեսնեն, որ այս ձևով ես մեր տուն մոտել, շատ լուրջ խնդիրներ կունենաս։ Ես քեզ խնդրում եմ, գնա։ Կներես իհարկե, որ չեմ կարող հանգստանամ։ Բայց ինձ էլ կարելի է հասկանալ։ Ես տեսել եմ, թե ոնց է քուրս թաց աչքերով մտնում տուն։ Հասկացի Լեո, քո համար քո քրոջ պատիվն է կարևոր, իսկ իմ համար քո կյանքը։ Խնդրում եմ, արի հիմա միասին ստեղից դուրս գանք, նորմալ խոսենք, հասկանանք ինչ ա եղել ու ինչ արել Գրիշոն։ Աղբերդ քրոջս հետ հանդիպելա առանց մեզ տեղյակ պահելու։ Ու եթե լը հերիք չի,
Խաբել է քրոջս։ Այդքանը քեզ հերիք է։ Արա սա աշկի սա երևում թե դու ես իսկականից։ Ես եմ, արի։ Գրիշո պետք չի։ Լեո։ Ինչ եղավ ուր գնաց։ Քանից նոժում է։ Հիմար, ապուշ, էգոիստ։ Մանան դու տենցնես ու քեզ ներում չկա։ Հիմար աղջիկ։ Ինչ էիր մտածում, որ աղբորը տրամադրում էիր իդ հարուստ ապուշի դեմ։ Կարևոր չի թե ինքը ինչ օրը կընկնի, ասա աղբերդ փորձանքի մեջ չհայտնվի։ Ինչի բերանդ փակ չպահեցիր։ Ինչ ես եկել։ Կամ ինչ եք ընդհանրապես հավաքվել ստեղ։ Ավելի լավ կլինի մա աղջկա թե հարցնես։ Այս ժամին հյուրերը ընդունում են սրապես։ Ես քո հյուրն եմ։ Լուրջ, բա դու չգիտես որ հյուրեր կան գալի չեն գնում ընդհանրապես։ Հələ թող խոսա Գրիշա։ Չհասկացա, այս տղան ամեն անգամ գալու է մեր տան առաջ տեսարաններ սարքի։ Մենք կարող է ձեր պես դղյակներում չենք ապրում։ Բայց մենք էլ պատիվ ունենք։ Ով որ փորձում այդ պատվին կպնի, չեմ ուզում ասեմ ինչ ենք անում։ Ճոխ կենացել ինչ խոսք։ Բայց ասասների տակից պետք է կարողանաս դուրս գաս։ Մարդիկ կան ում համար իրանց խոսքը փուչիկ է։ Բայց այդ Սարգսյանների դեպքը չի։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք։ Գոնե ասա իմանանք, ինչի համար ես թուրը թանել օթում մտես ճոճում։ Տղետ քրոջս պատվի հետ է խաղացել։ Այսի փորձանք արա։ Գրիշա, ինչ է խոսում։ Ինչ պետք է խոսայի պապ ջան, զառանցում է, էլի խոսում է որ մենք չխոսանք։ Մի հատ կասես ինչ արել տղաս որ խաղացել է քրոջդ պատվի հետ։ Խոստացել է ամուսնանալ ու չի ամուսնացել։ Կամ ընդհանրապես քուրը տա անընդհատ իմ հետևից ընկած եղե, չգիտեիր։ Դասի ավելի լավը դու սուս մնաս հիմա։ Դեսի լավ։ Մենք հանդիպել ենք առանց իրար խոստումներ տալու։ Ու ինքը ընդհանրապես իր աղբերների մասին ոչ մի խոսք չի ասել։ Դե երևի ամաչել է էլի իր աղբերներից, չի ուզե ներկայացրած լինի։ Ուրիշի փոխարեն մի խոսա Գրիշո։ Դու մի հատ անցին արսել է։ Մենց որ իմ համար լրիվ անհասկանալի է, դու եկես թե ինչի կռիվ ես տալի։ Տղա ջան, ջահել ես շատ բան չես հասկանում։ Մեկ էլ որ կգաս պատվիդ հետևից, փաստերով արի, որ իմանանք ինչ ենք անում, դու էլ անհարմար վիճակի մեջ չընկնես։ Նկատի կունենամ։ Դավոջան, չես պատկերացնի, ինչ դատարկություն է մեջս, ինչ ոգևորված եկանք, ու ինչ հիասթափված ենք վերադառնում։ Հա, պապի ջան, իսկականից որ շտապեցիք, պետք է մի քիչ էլ սպասեինք, բայց դե մեղադրելու էլ չի, մենք որ Մարկի մասին ինչ-որ ինֆորմացիա ենք իմանում, գլուխներս կորցնում ենք, հատկապես դու։ Բան խեղճ Լեոին ինչ եմ ասել։ Ինչ չարչարանքով փողը ճարեց, բերեց, հասցրեց։ Ու ինչ ապարդյուն։ Պապի,
Մի ասա տենց։ Հիմա որ Լեոնը այստեղ լիներ ու լսեր, հաստատ նեղանալու էր քեզանից։ Դու մեզ ո՞նց ես դաստիարակել։ Մենք ընտանիք ենք։ Մեր ընտանիքում իմն ու քոնը չկա։ Ես ասուց գոհ եմ, որ ձեր պես տղեր կամ կողքից, ապրեք։ Մենակ են մանուշակն ինձ հունից հանում։ Ոչինչ, պապ ջան։ Հələ ժամանակ ունենանք դաստիարակելու իրան։ Թե որտեղից դա այդպես բռակ դուրս եկավ, ճիշտ իր աղորողբերն, ավո կոչվածը։ Հիմա ինձ երկուսդ էլ բացատրեք։ Ինչ գործ ունեք դրանց հետ։ Ավելի լավ չի ինքը բացատրի։ Ես դուրսը լրիվ բացատրել եմ ինչ կա։ Դու ընդամենը քեզ արդարացրիր այդ տղային վատ դրության մեջ դնելով։ Կներես իհարկե։ Եթե մեղավոր չէր ինչ աներ, թողներ որ իրեն քարկոծեր, հատկապես որ այդ տղան իրեն շատ վատ էր պահում։ Մի րոպե էլի լմամ ջան։ Բացի այդ աղջիկ ջան, փոխանակա աղբորդ պաշտպանես դրան ես պաշտպանում։ Որովհետև ես աղջիկ եմ ու հասկանում եմ ինչքան վատ բան ես արել։ Հասկացանք աղջիկ ես, ես քեզ նորից պատմեմ այդ հեքիաթը։ Լավ ասեցիր։ Հեքիաթը։ Ասում եմ այդ մանանն է իմ հետևից ընկած եղի, ես յան ընդհանրապես չեմ խաբել։ Այդ լակոտից քեզ հեռու ես պահում, Լեա։ Հասկացար ինձ։ Խոսենք, Գրիշը։ Այլ իմամ։ Հա, նորից։ Բայց ավելի համոզիչ։ Վերջապես եկար։ Սիրտս կանգնում էր։ Ինչ ասես անցավ մտքովս։ Օրինակ ինչ։ Թե ոնց եմ այդ լոչված լակոտին սպանում։ Ես ավելի շատ մտածում եի, որ ինքը քեզ չվնասի։ Դու մանան։ Դու ես ինձ վնասել։ Ու մենակ ինձ չէ բոլորիս։ Տենց մի ասա, խնդրում եմ։ Բա ինչ ասեմ, կամ ոնց չասեմ, որ դու ես տան ու ես ընտանիքի խայտարակությունն ես։ Ինչ եկել վիրավորում ես։ Էդ ինչ ա քեզ ասել, որ եկել հարցակվել ես իմ վրա առանց ճշտելու արդյոք ճիշտն է ասել, թե չէ։ Ես գնացել էի դրան սպանելու։ Բայց լեզուս կարճացավ։ Ձեռներս էլ կապվեցին մանան, որովհետև ինքը իր ընտանիքի առաջ դրեց ու ամբողջ ճշմարտությունը դեմքից շպրտեց։ Ինձ այդտեղից մենակ փախնել էր մնում։ Որն է իմ մեղքը, որ հավատացել ու վստահել եմ։ Չէ, որ մեր գլխից ես թռել։ Ու առանց մեզ ասելու դրա հետ շփվել ես։ Չէ, իրել ասի, եթե ես հանկարծ քեզ չբռնցնեի։ Հա, ասենք վախեցել չեմ ասել։ Հիմա պետք է աշխարհի բոլոր մեղքերը ին վրա բարթեք։ Ես դատարկ գլուխդ մտցրու, որ ես էլ բան չունեի խոսալու, որովհետև դու լեզուս կտրել գցել ես ոտերիս տակ։ Ինչի պակաս ես ունեցել, մանան։ Ոչ մի բանի։ Բա ինչի այդ լակոտը կանգնում իր ընտանիքի մոտ ասում, որ դու փողի համար ես իր հետ շփվել։ Տենց չի։ Ում ես խափում, մանան։ Դու գիտես, որ ես քեզ 5 մատից պես ճանաչում եմ։ Ու քո համար միշտ էլ ամենակարևորը շահն է եղել, թե դու ոնց կապրես։ Ու երբեք չես մտածել, թե մենք ոնց ենք վաստակում մեր կյանքի համար։ Պապին սիրտը հիվանդ քեզ ձեռից բաց չէր թողնում։ Ես ու Դավոն էլ պատրաստ էինք հաց չուտեինք, մենակ թե դու ամենալավը ուտեիր ու հագնեիր։ Բայց այս ամեն ինչը քեզ երբեք չի ասվել, ու էդ եղել է մեր սխալը։ Հերիքա։ Լավ չեմ հասկանում։ Դավոն ու գիշեր չի քնում, որ դու նորմալ ուսում ստանաս, մանան։ Նորմալ շորեր հագնես։
ուր ուզես գնաս, ում հետ ուզես շփվես։ Նորմալ հեռախոս բռնես։ Ինչ արեցիր։ Դավիթը դեռ էս հեռախոսի գումարը փակում էր։ Այդ շուտ պիտի հասկանայիր, որ շահի հետևից չընկնեիր ու հարուստ մեկին չգտնեիր մանան, իմ ու քո ընտանիքի անունն էլ գետնով տայիր։ Վերջ, այսօրվանից մնում ես առանց հեռախոս ու տնից դուրս չես գալիս։ Բա հիմա ոնց։ Հələ գոհ եղի, որ գլուխդ չեմ ջարդում։ Բայց այդ էլ կլինի, քեզ խոսք եմ տալիս, եթե հանկարծ տեսա, որ այդ լակոտի հետ դու էլի հանդիպում ես։ Պապի, ստեղ նստելու փոխարեն արի գնանք գոնե մի կտոր հաց ուտենք։ Ախորժակ չունեմ։ Դե նորմալ է որ չունես, ամբողջ օրը լարված էինք, բայց արի գնանք մի տեղ նստենք հաց ուտենք, ընթացքում ախորժակը էլ կբացվի։ Էլ չեմ դիմանում։ Երբ եմ գնալու օդանավակայան։ Պապի առավոտը նոր գնում ենք Երևան։ Լեոից չի, հա, ոչ զանգում է, ոչ հարցնում է ոնց ենք։ Որ իմացավ շատ կկոտրվի երեխեն։ Հա, ոնց որ բոլորս։ Այս էլ Լեոն զանգեց։ Հա, ապեր։ Հա, ապեր, ինչ կա, ինչ արեցիք, գտակ մարտին։ Չհասկացա։ Բարի օր, Գոր։ Բարև։ Բայց չէիք ասել, որ այսօր փակ եք։ Փակ չենք ապեր։ Ձեռ ես առնում։ Եկել եմ ստեղ դուռը փակ է։ Միայն քեզ համար։ Այսինքն քեզ համար մեր մոտ տեղ չկա։ Ներող ապեր։ Լսի կարող է դուրս գաս դեմս ասելիքը դեմս ասես, արա։ Պիտի մարկանց հետ վարվելու ձև իմանաս, որ փակ դռների առջև չկանգնես։ Սրա մռութը կջարդեմ, որ այսպես օրա։ Լեո։ Բարի օր։ Ում ես ուզում սպանես, ասա օգնենք։ Ոչ մեկի, մենակ էլ գլուխ կհանեմ։ Ասես ինչ է եղել, ոնց որ լուրջ բան է։ Հաբա ինձ ասում եմ մարդկանց հետ խոսալու ձև իմացի։ Թե ասայի ворդ, մենք ենք մարդկանց հետ շփվում։ Դու ես իմ ինչ ես անում, սողում ես երևի ոտերի տակ իրանց։ Կասես ում մասին ես խոսում։ Ընդհանրապես քեզ դրծում հիմա։ Լսի, բա որտեղ լինեմ։ Մահակունցի կամակատարի մտքով անցել է, որ ինձ կարա պարապունքի չթողնի, դռներ փագի իմ առաջ։ Չնայած այդ հաստատ վերևներից եկած հրաման է, բայց ես այդ դրանով էլ կզբաղվեմ, գնացի։ Սպասի Լեո, այդ հարցով երկուսով կզբաղվենք։ Մարդ հեռախոսել չունի, որ կարողանա կապ հաստատի արտաքին աշխարհի հետ։
Չնայած այս բային ինձ մի հոգի ա պետք ու ես իրան գետնի տակից էլ լինի, կգտնեմ ու մի քանի բան կասեմ, որ հանգստանամ։ Կներես, Լեո, բայց պիտի դուրս գա։ Ու դու պիտի չիմանաս ես մասին։ Արադը սիրում եմ էլի հավեսով ուտել։ Անդերձակ ջան, դե հլա ասա։ Ասա տենան ոնց է։ Լավա, վատա, թերիա, անթերիա։ Եթե դու ինչ-որ մի բանի մեջ ես, չի կարա տեղ անթերի բան լինի։ Օրինակ ես քեզ կառաջարկեի մի քիչ, շատ չէ, մի քիչ հարգալից լինել։ Հիշում ես շեն լավ առաջարկները։ Հիմա տես ինչ ես անում։ Վերցնում ես ես քո թուղթ ու գրիչը, գնում ես նստում ես մի հատ կոմպի առաջ, կոմպով սիրուն հավաքում ես ու դրանից հետո նոր ներկայացնում ես ինձ։ Ոնց որ տեղյակ չես, որ ես կոմպի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեմ։ Քեզով ասել, որ դու Աստված ես, մենք էլ հասարակ մարդիկ ու դու ոնց ուզես կարաս մեր հետ վարվես։ Դու ոնց որ կյանքից ես ձեռ ես քաշել, հա, հոգնել ես կյանքից։ Չէ, հակառակը։ Կյանքը մեջս նենց է եռում, որ ով որ փորձեց խանգարի ինձ ապրել, հաստատ խնդիրներ կունենա։ Ուխ, ցավը տանը, տոչնի դուխով հերնա։ Ուրեմն ուշադիր ինձ լսի։ Սխալ մարդու մոտ ես եկել ուժեղ տղա խաղում։ Ավն էլ կենթանի մարդ վկայաստեղ, տես ասում եմ։ Քեզ են նորը կգցեմ, ընենց կկործնեմ, որ 100 տարի ոչ ոք չի գտնի քեզ, նույնիսկ տնեցիքդ, նույնիսկ են իմաստուն դիմակը դեմքին քաշած աղբերդ, հասկացար ինձ։ Հələ դու էլ փորձի սխալ մարդու մեջքին հելնել։ Մի րոպե լտվեք։ Հունան ջան, ինչ-որ բան եմ բաց թողել։ Երբ մարդու հետ շատ փափուկ ես լինում, փորձում անստի գլխիդ, այդ ոնց կլնի տենց։ Քո այդ ծանոթությունը ինձ ոչ մի բան չի տվել, կամ եթե տվել է, այդ եղել են իրար հաջորդող անհաջողություններ։ Ու եթե դու իմ առաջ դռներ ես փակում, հանկարծ չմտածես, որ կարաս դրանով ինձ կոտրես։ Այսքան նման հորը։ Ես ամեն ձև կգտնեմ իմ սիրած մասնագիտությամբ զբաղվելու ճանապարհը։ Ու եթե կյանքը ինձ ու իմ ընտանիքին չի կարացել չոքացնի, դու ոչ մեկ ես, որ չոքացնես։ Երեխես կյանքի կռիվ ա տալիս։ Դու ուզում ես իմ փողը չտաս։ Եթե չոքես դեմս խնդրես, կարող է եւ տամ։ Անգամ կյանքը չի կարող ինձ չոքացնի։ Դու ով ես, որ ինձ չոքացնես։
շարթեթվում ես ու գնում ես տեղից։ Ու ընդհանրապես չես գալիս տեղել, հասկացար ինձ, թե չէ կսատկացնեմ տեղը չընգտնի։ Գնում եմ, բայց ոչ թե նրա համար, որ վախենում եմ քեզնից, այլ որովհետև ասելիքս ասեցի։ Ցավը տանը, հո դու փորձանք չես, գնա էլի։ Դու էլ երևի միշտ իրա նման մարդկանց հետ ես շփվել ու նորմալ մարդկանց մասին թյուր կարծիք ես ունեցել։ Լավ։ Ես քեզ խոստանում եմ։ Գալու ես ընկնած ոտերից տակ ու ներողություն խնդրես։ Հունան դու հունան, ժամանակն է ընդունես, որ Սարգսյանների դեմ դու անզոր ես։ Ինչ արա։ Բան չէ հունան ջան, մտածում եմ։ Լեա, պապան էլ կանչել։ Շատ ափսոս, որ քո մեջ դրա արունն է։ Չէ, մի րոպե սպասի։ Նրանց մասը հասկանամ ինչ ա եղել։ Չեմ հասկանում ինչի ես վիճակում։ Պապ։ Հետ ինչ էր եղել, որ Լեոն սենց գունատ դուրս եկավ։ Քեզ ինչ։ Ով է այդ լակոտը, որ դու այդքան հետաքրքրված ես դրանով։ Գործիդ գնա։ Ես սովոր չեմ սենց նենք խաղերի։ Նայած ինչն ես նենք համարում։ Ստեղ տիրող անօրեն վիճակը։ Ոնց կարելի է ամբողջ համակարգը գցել ոտերի տակ սեփական ամբիցիաների համար։ Երկարացնում ես։ Կլինեմ շատ կարճ։ Ես եկել եմ Լեոյի հետ մենամարտելու։ Ուրիշ հակառակորդ կտրամադրենք։ Բոքսը Լեոյով չի սկսում ու ավարտվում։ Լեոյով չի սկսում ու վերջանում, ոչ էլ ինձնով, բայց ես պահանջում եմ Լեոյին։ Լեոյից էլ լավ հակառակորդ կմնաս։ Ես եմ ընտրում ում հետ եմ մենամարտելու։ Կամ Լեոնա, կամ վերադառնում եմ Մոսկվա։ Ես հիմա ասեցի, մնացածը դուք մտածեք։ Հա, մամ ջան, ինչ կա, գործերդ կարգավորվեցին։ Մի վարկյան խնդրում եմ կանգնեք, էլի։ Խնդրում եմ չհարձակվես։ Շատ սխալ ժամանակ ես ընտրել ինձ մոտիկանալու համար։ Չէ, ես շատ ճիշտ ժամանակի եմ հայտնվել։ Որովհետև դու հիմա այն հոգեվիճակում ես, որ քեզ օգնություն ա պետք, ընկերակցություն ա պետք։ Լսի, ես նախընտրում եմ ինքնուրույն հաղթահարեմ այս ճգնաժամը, որի մեջ իմ եմ, ու չասեմ ում թեթև ձեռով։ Լեո, ես ճիշտ ասած փորձեցի պապայի հետ խոսեմ, բայց այնքան բարկացած էր, ոչ մի բան չասեց։ Ասես ինչ ա եղել։ Հեչ, ուղղակի հերդ մտածում եմ, որ ես իրա ճանապարհին հանդիպած հերթական էշն եմ, ու մեջքին կարա նստի ու ինչ ուզում ա անի, բայց չէ, դա տենց չի։
Երևի ինքը չգիտի, որ մարդիկ կան, որ ինքնասիրություն ունեն ու իրանց համար պատվից առավել ոչ մի բան չկա։ Լեո, բայց քո պապայի հարաբերությունները նորմալ էին։ Այդ մինչև այն պահը, երբ որ ես սկսեցի աղբորդ ու հորդ դուդուկի տակ չպարել։ Բայց երևի իրանք սիրում են, որ մարդիկ պարում են, հարկ եղած դեպքում չհոգում են դեմները։ Ես քեզ խնդրում եմ, տենց բաներ հորս մասին մի ասա։ Ես ունակ չեմ դա լսել։ Ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը քո համար լսելը շատ դժվար է, բայց ասում եմ այն ինչ կա։ Վերդ իմ առաջ դռներ է փակում։ Ու այն դռները, որ ես բռնցքամարտով, արուն քրտինքով ինքս եմ բացել։ Ես կխոսեմ պապայի հետ։ Չփորձես հանկարծ։ Ես ինչ պետք է արդեն հորդ ասել եմ։ Լեո, պապան մեծ սիրտ ունի ու կտեսնես, որ իր բարկությունը շատ կանցնի։ Եթե ուզում ես մենք շփվենք ու քո ներկայությամբ ինձ օգնած լինես, Լեա, հորդ մասին մի խոսա։ Ու իմացի ես շատ ուժեղ կամքի տեր տղա եմ։ Հերդ ու աղբերդ էլ ինձ երբեք չեն կարա կոտրեն։ Կներես քրտվոպիտ լինելու համար։